Շնորհակալություն, պարոն Վարդանյան, քանի որ դուք արդեն երրորդ բարձրաստիճան պաշտոնյան եք, որ այդ տեսանյութը չի տեսել, գուցե այն ինչ համացանցում արդեն տարածվում է, պետք է փորձաքննության ուղարկել, գուցե AI-ով գեներացված տեսանյութ է եւ լրագրողներս չափազանց ենք ներկայացնում այդ ամենը եւ քաղաքացիներին պաշտպանելու հետ կապված Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց մի սրբազանի եւ մի քերակնոջ մասին եւ նախորդ հանգստյան օրերին մենք տեսանք, որ նմանատիպ տեսանյութ է հրապարակվել վերագրվելով սրբազաններից մեկին դուք չեք կարծում, որ այսպիսով հենց Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց այն քաղաքացուն, որը ոչ հոգևոր իշխանությունից է, խոսքս կնոջ մասին է, ոչ քաղաքական իշխանությունից է, բայց այս բախման հոգևոր եւ քաղաքական իշխանությունների այս տարաձայնության շրջանակներում նրա իրավունքները խախտվեցին դուք ինչպես եք կարծում այսպես ասած անմեղ քաղաքացիներ որոնք ոչ հոգևոր իշխանությունից են ոչ քաղաքականից են ով պետք է նրանց պաշտպանի որ նման իրավիճակներում չհայտնվեն իսկ ով ասեց որ հոգևոր իշխանության դասին պատկանող քաղաքացիները չպետք է պաշտպանեն պարոն Կիրակոսյան նրանք էլ պետք է պաշտպանեն նյութի հետ կապված եւ նյութի հրապարակման հետ կապված ես պետք է ասեմ որ դա բավականին վրդովեցնող նյութ էր եւ տարածումը եւ այդ աստիճան տարածումը սոցիալական ցանցերում առնվազն անընդունելի պետք է համարել որտեղ խոսքը վերաբերում է ազնական կյանքի պաշտպանության մասին եւ ազնական կյանքի վերաբերյալ նման տեսակի նյութեր տարածելը որևիցե եղանակով չի կարող դիտարկվել որպես իրավաչափ երևույթ սա մեկ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող թե ինչպես թե ոնց երբ այդ նյութը հայտնվեց եւ ինչ եղանակով այն սկսեց տարածվել, սա կրկին պետք է ասեմ իրավապահ համակարգի գործունեության մաս պետք է կազմի։ Ցավոք տարածվում է, ցավոք գնահատականներ են ընտրվում, ցավոք այո, անձինք ովքեր, որում ես տարբերակում չեմ դնում հոգևոր դասի ներկայացի եւ հոգևոր դասին չպատկանող ներկայացի միջև, որովհետեւ երկուսի անձնական կյանքի իրավունքներն ըստ էության սրանով որոշակի խախտում է։ Ես ձեր հետ համաձայն ես ավարտեմ։ Ես ձեր հետ համաձայն չեմ որ տարբերակում պետք է դրվի պետության համար բոլորը հավասար պաշտպանության ներքո պետք է գտնվեն։ Իհարկե կնոջ պարագայում պետք է ընդգծեմ որ նաև հաշվի առնելով հասարակության մեջ կանանց թիրախավորման երևույթները շատ ավելի վտանգավոր կարադիտարկվի այս երևույթը եւ Իմ համար զարմանալի էր, որ նաև կանայք էին տարածում այս նյութը, շատ զարմանալի էր, ինչևէ, ինչ վերաբերում է գրառմանը և դեպքին, ես չգիտեմ, եթե դուք տեղեկություն ունեք, պարոն Կիրակոսյան, հրապարակ եկել է, այսինքն խոսքը գնում է նույն մարդու մասին, թե այլ մարդու մասին, չգիտեմ, չեմ կարող, չգիտեմ, ես չգիտեմ ով քերակինն է ինչու ես պարզապես ուզում հասկանալ որ պատճառ-հետևանքային կապը ոնց եք տեսնում ես չեմ տեսնում ես կուզենայի որ դուք հավելյալ տեղեկություն ունենաք տրամադրեք այդ տեղեկությունը տրամաբանական կապ կա պարոն Վարդանյան Փաշինյանը գրում է սրբազան ինձ հետ ինչ գործ ունես եւ շարունակությունը որ բոլորին հայտնի է եւ մի քանի ամիս անց հրապարակում է տեսանյութ այսինքն չստացվեց որ վարչապետը թիրախավորեց այսինքն այդ 6, 7, 8 քանի ամիս է անցել այդ ամբողջ ընթացքում ես չեմ կարող ասել ինչքան չեմ հետևում ճիշտ ասած այդ ժամանակային 3-4 ամսի միջև որից այլ իրադարձություն տեղի չունեցել մեր երկրում եւ այդ փոխադարձ կապ եք տեսնում այդ երկու երևույթների միջև Եթե տեսնում եք կամ լրացուցիչ բան եք ասելու, ասեք պարոն Կիրակոսյան, մի թաքցրեք հանրությունից, որտեղ լրատվամիջոցները պետք է հրապարակեն ոչ միայն տեղեկություն, որոնք վերաբերում են պետական պաշտոնյաներին, այլ նաև ցանկացած այլ տեղեկություն, որոնք վերջիններս հնարավորություն ունեցել ձեռք բերել։ Ինչպես հասկանում պարոն Կիրակոսյան, ձեր համար ոչ սահմաններ գոյություն ունեն, ոչ բան դուք հասանելիություն ունեք բոլոր պետական պաշտոնյաների հոգևոր դասի բոլոր ներկայացուցիչներին, ինչու ոչ, եթե գտնում եք տարածեք։ Ինչքան շատ այդքան լավ։ Ի վերջո ժողովրդավարությունը պահանջում է հետևյալը, որ ցանկացած երևույթ, որը կարող է վտանգել ժողովրդավարության գոյությունը, պետք է լուսաբանվի, դա պատահական չի, որ 4-րդ իշխանություն հասկացությունը արմատավորվել է զանգվածային լրատվության միջոցների պարագայում, բայց 4-րդ իշխանությունը եւս պետք է կատարի իր դերակատարությունը, պետք է կատարի այն օբյեկտիվ, այնպես ինչպես իշխանության մյուս բոլոր 3 թևերը։ Եվ եթե կարելի է, պարոն Կիրակոսյան, ես զուտ հավելեմ, որ տարիներ շարունակ հատկապես վերջին ժամանակաշրջանում բազմաթիվ պատմություններ
իրողությունների մասին պատմություններ կան հոգևորականների, ուրեմն կենցաղի եւ անձնական կյանք ունենալու վերաբերյալ։ Եվ հիմա հասել ենք մի փուլ, երբ որ ոչ միայն քաղաքացիները, այլև հենց եկեղեցու ներսում եղած հոգևորականներն են սկսել խոսել եւ տարբեր պատմություններ պատմել տարբեր բարձրաստիճան հոգևորականների մասին։ Մենք օրինակ լսում էինք, որ հոգևորականներին ստիպում են գնալ ուրեմն հանրահավաքներ եւ ահա ինչ որ մի ձայնագրություն հայտնվեց, որը փաստում էր այդ դրա մասին, այսինքն գոյություն ունեցող երևույթների մասին չի բացառվում, որ առաջիկայում միգուցե էլի փաստական այլ հանգամանքներ հայտնվեն տարբեր մարդկանց մոտ եղած համացանցում եւ դառնան հանրության քննարկման առարկա։ Եվ լավ կլինի, որ հանկարծ ու հանկարծ ուրեմն ձեր կողմից իշտակված տեսանյութի պես տեսանյութեր հանկարծ ու հանկարծ էլ չտարածվեն, ես խորը վիշտ կունենամ, եթե նման տեսանյութեր էլի տարածվեն հոգևորականների մասին։ Էլ մի կողմ եմ դնում հիմա նախորդիվ մեր քննարկումը անձնական կյանքի, դա արդեն ֆիքսեցինք, որ անընդունելի է, բայց մենք չենք մոռանում, թե ինչ պատմություններ կան, ինչի շուրջ է այսօրվա ուրեմն քննարկումներ եւ ինչի շուրջ է կոնֆլիկտը, ուրեմն հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների միջեւ, եւ քանի որ կան այս պատմությունները եւ այդ պատմությունները արի ու տես որ իրական են, մենք չենք բացառում, որ կարող են էլի տարբեր տեղեկատվություններ հայտնվեն, չգիտենք որ աղբյուրներից եւ չգիտենք ում կողմից ինչ նպատակով հավաքագրված։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։